Ողջույն ժողովուրդ ջան, ես մի հատ բան եմ էլի ուզում հարցնեմ թե ձեզ թե նաև Սամվել Կարապետյան, դուք սինխրոն նմանություն եւ շատ ուժեղ նմանություն չեք տեսնում 300,000 ադրբեջանցիների եւ 300,000 աշխատատեղի միջև։ Կարծես հատուկ նպատակային այդ թիվը անընդհատ կրկնել։ Եթե ուշադրություն դարձնեք, ոչ միտեղ չի շեղվում 300,000 աշխատատեղ եւ 300,000 ադրբեջանցի։ Ես օրինակ կուզենայի հարցս ուղղել Սամվել Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, հնարավոր է որ սա ձեր ծրագիրն է եւ դուք անընդհատ մեր ուղեղը լվանում եք, որ հետո ինչպես որ Արցախը հանձնվեց, սկզբից երբ որ այս իշխանությունը եկավ, անընդհատ մեր մեջ ներարկում եք հողերը տալիս են, հողերը տալիս են, հողերը տալիս են, վերջում երբ որ պարտվեցինք, տեսակ որ հողերը տվեցին։ Սկսեցիք մեղադրել այս իշխանությանը։ Նույն պլանն եք հիմա գուցանում, որ եթե հանկարծ անցնեք, դուք այդ 300,000 ադրբեջանցիների ծրագիր իրականացնեք եւ մեղադրեք նորից այս հին իշխանությանը, ասեք դե մենք մեղավոր չենք, այս Դավաճան Նիկոլներ բերե, դե հիմա պիտի մտնեն Հայաստան, ինչ անենք, մենք չենք կարող կանգնացնենք։ Հնարավոր է որ սա է, չեք նկատում ինչ տաօրինակ ձևի նմանություն կա 300 աշխատատեղ, 300,000 աշխատատեղ եւ 300,000 ադրբեջանցի։ Որովհետեւ տարիներ ձեր իշխանությունն է, դուք եք եղել իշխանության, ով էր ձեզ խանգարում 30,000 աշխատատեղ բացեք, 300,000 չէ, գոնե 30,000։ Սա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմը, դուք անընդհատ ասում եք, որ դուք քաղաքագիտության դոկտոր եք, իմիջիալոց, առանց վիրավորանքների եմ ուզում ասեմ, ախր քաղաքագիտության դոկտորը իրան չեր թույլ տա նման արտահայտություն հասկանում եք, որովհետև Հայաստանը իր տնտեսության առումով հələ ադրբեջանցին կապ չունի, ցանկացած ազգ, նույնիսկ 300,000 հայ, ադրբեջանցի չէ, հայ, եթե տեղափոխվեց Հայաստան ապրելու, ապա նրա տնտեսական Հայաստանը կունենա տնտեսական ճգնաժամ, խորը ճգնաժամ։ Սա անմասնագիտական արտահայտություն է, որ դուք անում եք, որևէ կառավարություն ռիսկի չէր գնա նման բան անելու։ Նույնիսկ եթե սա բանը ընտրական մանիպուլյացիա է, ապա քաղաքագիտության դոկտորը իրան թույլ չէր տա sense մանիպուլյացիա անել, որտեղ իրենք ասել, ես հարգում եմ իմ մասնագիտությունը, եղբայր, ես չեմ կարող ապուշ բաներ արտասանեմ, որը տնտեսագիտորեն սխալ է, ինքը ընդհանրապես սխալ է։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, 300,000 ադրբեջանցի կամ 300,000 մարդ կապ չունի ազգությունը, ես հələ ադրբեջանցի չեմ ասում, ազգությունը ինչքան է, որպեսզի պատկերացնեք դա ինչքան է, դա 2.5 Գյումրի է։ Լավ, 2 հատ լիքը լցրած Գյումրի է, այսինքն դուրս է գալիս Հայաստանը ընդունակա 2 հատ Գյումրի կառուցի 300,000, նորից եմ ասում, հələ ադրբեջանցին դնում ենք մի կողմ, 300,000 մարդ ընդունի իր մեջ, կարա 300,000 տուրիստ գա գնա, որովհետև 300,000, 500,000 տուրիստը կամ 1 միլիոն տուրիստը, եւ ընդ որում միանգամից չէ, դրանք միանգամից չեն իջնում ու գալիս տարվա մեջ։ Նրանք գալիս են 10-15 օրով, պատտվում, թողում գնում են, գալիս են գումար են ծախսում, էկոնոմիկա, տնտեսություն բարձրացում, թողում գնում, բայց այլ հարց է, երբ որ գալիս մնում են։ Ընդամենը 120,000 արցախցի է եկել Հայաստան, եւ Հայաստանի տնտեսությունը բավական խախտվեց։ Դեռ մինչեւ մարդիկ կան, որ ասում են մենք անտուն ենք մնացել, անշուք ենք մնացել, մեր խնդիրը ոնց է լուծվում, իրանց տարական ծախսերի խնդիր կա, դուք դալը 120 է, 300,000 այդ 2.5 հատ Արցախ է։ Ընդհանրապես պարոն տնտեսագիտության դոկտոր, պատկերացնում եք 300,000 մարդը ինչքան շատ է։ Ես հասկանում եմ, որ դոլարային կառուցվածքով 300,000 դոլարը ձեզ համար գուցե մեծ փող չի, մտածում եք, ադե ինչ է 300,000 դոլար կամ 300,000 մարդ, ոչ մի բան է, էլի։ Սա է խնդիրը, որ դուք ինքներդ մատնում եք ձեր կրթական ցենզը։ Դուք ինքներդ մատնում եք, որ չի կարող տնտեսագիտության դոկտորը նման արտահայտություն անել։ Նույնիսկ եթե նախընտրական մանիպուլյացիայով է զբաղված, նույնիսկ նման բան չի կարող ասել։ Ամարտ ասում ես, լավ, չասես երևի քաղաքական չի ստացվում։ Մարդկանց հերիք է ուղեղը լցնեք։ Այս հիմար ստով չի կարա Հայաստանը 300,000 մարդ անկախ ազգային պատկանելությունից ընդունի իր մեջ ուղակի ապրելու միանգամից։ Դա անհնարին ծրագիր է։ Եվ հերիքա այդ անընդհատ
շրջանառեք։ Նույնիսկ լսել եմ մարդիկ բան են ասում են, «Ա Երևանում 2-3 հատ շենք որ սարքում են, իրանց համար է սարքում», որ մարդիկ գան։ Աբսուրդ է, 300,000 երկու շենք չի։ Ես նորից եմ ասում, դա 2 հատ Գյումրի է։ Մեծ քաղաք է Հայաստանի մասշտաբով 2 հատ Գյումրի է։ Դա Հայաստանի բնակչության 10%-ն է։ Դա մեծ թիվ է։ Չի կարող Հայաստանը այս պահի դրությամբ ուղղակի ընդունել 300,000 մարդ հենց այնպես, որ եկեք ապրեք։ Ոչ մի կապ չունի իր ազգությունը, նույնիսկ։ Այսքանը ժողովուրդ ջան, մտածեք սրա մասին։